Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, CVK-ի տաղավարում այսօր հյուրընկալել ենք Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Սոնա Ղազարյանին։ Բարև ձեզ Տիկին։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Այսօր հաղորդումից քիչ առաջ հակակոռուպցիոն կոմիտեն հերթական բացահայտումն է արել, համաձայն որի արտերկիր աշխատանքի մեկնած Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիների նկատմամբ ունեցած նյութական կախվածությունն օգտագործելով Ռուսաստանում բիզնես գործունեություն իրականացնող անձինք ուժեղ Հայաստան կուսակցության համակրի եւ այլ անձանց հետ նախապատրաստել են վերջիններիս տեղափոխել Հայաստան, հարկադրելով մասնակցել արժանտրություններին եւ քվեարկել իրենց նշած կուսակցության օգտին։ Ձայնագրության մեջ նաեւ լսվում է, որ Ռուսաստանի Դաշնությունից կոնկրետ Մոսկվայից ասում են, որ հանկարծ եթե Նիկոլն անցնի էլ Պերևարոտա լինելու եւ խոսում են 830 հոգու Հայաստան տեղափոխելու մասին։ Ինձ համար արդեն ակնհայտ է, որ ընդդիմությունը այլևս չի դիտարկում իրենց հաղթանակի որևէ սցենար։ Ակնհայտ է, որ բոլոր հարցումներով ընդդիմությունը այս պահին խորհրդային անցնելու շեմ հաղթարելու հարց է լուծում եւ ինձ համար բնավ նորություն չէ, որ ընդդիմությունը պատրաստ է օգտագործել բոլոր նաև հակասահմանադրական մեթոդները իշխանություն վերցնելու, իսկ իրականում ինչի մասին է իշխանություն վերցնելը, սա ժողովրդին բանի տեղ չդնելու մասին է, այսինքն ժողովրդին որպես իշխանության աղբյուր չդիտարկելու մասին է, ինչի բնավ նորություն չէ, ոչ Սամվել Կարապետյանի կառավարման, ինչու եմ ասում, իր կառավարման եղբոր կառավարման տարիների, հա, որը Սերժ Սարգսյանի ժամանակ հիշեցնենք քաղաքացիները եղել է բավականին բարձրաստիճան պաշտոնյա, падգամավոր, խմբակցության ղեկավար, ոչ Ռոբերտ Քոչյանի համար է սանորություն, Գագիկ Ծառուկյանը նույնպես աչքի է ընկել ընտրակաշառության դեպքերով, ուրեմն մարտի 1-ի դեպքերով հստակ ներգրավվածության մասին փաստող որոշ դրվագներ կան, որոնք հանրային հասանելի նյութեր են, այս մարդիկ փորձում են հերթական անգամ իշխանության գալ առանց իշխանության ժողովրդի բանի տեղ դնելու եւ ես մեր քաղաքացիներին առհասարակ հորդորում եմ այս ընտրությունը դիտարկել հենց այս դիտանկյունից։ Արդյոք իրենք գիտակցում են, որ քվե տալով այս ուժերի պարզապես դադարելու են Հայաստանի Հանրապետությունում իշխանություն լինել։ Եվ հասկանալի է, որ նրանք կարծեք թե գիտակցում են, որ չեն անցնելու խորհրդարան, նախապատրաստվում են ցնցումների, օրինակ ձեզ մոտ ինչ տպավորություն է ստեղծվում, ինչ հնարավոր սցենարներ կարող են ունենալ։ Դե գիտեք, մի քանի ամիս առաջ էր որ խորհրդարանում քննարկեցինք դատախազի միջնորդությունը, որտեղ որ հստակ կրկին ծրագրավորվում էր ուրեմն հեղաշրջում, տերորիստական ակտ, մենք տեսանյութեր նաև հրապարակվեցին համացանցում, որտեղ որ վարչապետին սպանելու սցենարներ էին ներկայացվում, այսպես սպառնալիքով, որ գիտենք որտեղ է լինելու եւ այլն, ես ասում եմ, սա ընդդիմությանը բնորոշ ծրագիր է այն գիտակցմամբ, որ իրենք ժողովրդի վրա կրակած մարդիկ են, իրենք ժողովրդին, իրենց խաղաղ ցույց անելու իրավունքի ժամանակ սպանած իշխանություններ են եւ դրա համար ինձ համար բացարձակ զարմանալի չէ լսել նման տեսանյութ եւ ես շնորհակալ եմ մեր իրավաբան համակարգին, որովհետեւ իրանք այս պայն ահավոր կարեւոր գործառույթ են իրականացնում ժողովրդի իշխանությունը պաշտպանելու գործառույթ եւ այո, իրենք պետք է ամեն բան անեն բացառելու թե նման սցենարները եւ թե իհարկե տոտալ այս համատարած ընտրակաշառքի դեպքերը ձայնագրությունները, որ հակակոռուպցիոն կոմիտեն պարբերաբար հասանելի է դարձնում մեր համար։ Եվ մի ուշագրավ բացահայտում էլ արել է Քրոնիկա Կավկազը, մասնավորապես Փաշինյանի հեռացման ծրագիր արտահոսած փաստաթղթեր Հայաստանում իշխանապողության ռուսական սցենարի մասին վերնագրով, կարծեք թե որով բացահայտվում է, հա, ինչպես վարչապետն է նշում, պատերազմի եռագլուխ կուսակցության առաջնորդները այս ամենի մեջ կան եւ արտահոսած նյութերում նկարագրվում են Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի, Միքայել arczepiskopos Աջապահյանի, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչյանի եւ մի շարք այլ անձանց հնարավոր անելիքները Նիկոլ Փաշինյանի դեմ։ Սա որպես ձեզ մրցակից, հա, ոնց եք նայում այս պահվածքը։ Դե գիտենք, հիշեցնեմ մեր քաղաքացին, որ Միքայել Աջապահյանը հեղաշրջման կոչ էր արել, այն վերահաստատել էր, դատավարության ժամանակ կրկին վերահաստատել էր արկայի օրագիրը, որտեղ այդ մասին խոսել է։ Այս մարդիկ պարզապես գիտակցում են, որ հայ ժողովուրդը իրենց չի ընդունում։ Վերջապես մերժել է եւ հայ ժողովուրդը վայելում է Հայաստանում իրեն տրված սահմանադրական լիազորությունները եւ իրենք այս պահին ամեն բան փորձել են անել գալ իշխանության եւ պատճառը շատ պարզ է, նախ ուրեմն իրենք գերի են սեփական կապիտալի, այնտեղ որտեղ գեներացրել են ըստ էության իրենց ողջ կապիտալը այնտեղից վստահաբար արդեն
անկասկած ուղղորդում կա եւ երկրորդը իրենք օրինակ Ռոբերտ Քոչարյանը այս գործընթացը դիտարկում է բացառապես մի նպատակով պահպանել այն գույքը, որը ունի ապօրինի ծագում, որովհետեւ այս պահին դատախազությունը պահանջում է իրենից վերադարձնել պետությունից գողացվածը եւ բոլոր այն երիտասարդ դեմքերը, որ այս պահին հավաքված են Ռոբերտ Քոչարյանի կողքին, կլինի դա խորհրդանական պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Քրիստինե Վարդանյանը, Ագնես Ախամյանը, իրենք ունեն այս պահին մի գործառույթ լինել սատանայի փաստաբանը, մեղմ ժպիտների ներքո պաշտպանել թալանացը, գուցե այն ակնկալիքով, որ այս թալանացից մի փայաբաժինել իրենց կտրվի։ Ես հատկապես մեր երիտասարդներին հորդորում եմ հանդիպելիս վերոնշյալ կանանց եւ ոչ միայն կանանց, այլ նաեւ օրինակ Լևոն Քոչարյանին փողոցում պարզապես հարցնել, արդյոք իրենք հաշտեն, որ իրենց քաղաքական ղեկավարը կուտակել է ապօրինի ծագում ունեցող գույք, չի վերադարձնում այն պետությանը ոչ մի ձևով, իրենք ամբողջ խմբակցությամբ այս օրենքը ուզեմ հիշեցնել, որ սահմանադրական դատան վիճարկել են եւ պարզապես պատասխան են մեր երիտասարդներին, ինչու են իրենցից գողացել իրենց մանկությունը։ Եվ այս Քրոնիկա Կավկազում նաեւ նշվում է, որ պետք է ամեն ինչ արվի, որպեսզի կրկնվի 2012 թվականին, ինչպես Վրաստանում եղավ Բիձինա Իվանիշվիլի իշխանության գալու սցենարը։ Եվ նույն պատմությունը կրկնվի, ինչ կասեք։ Դե գիտեք, այս մարդիկ, նաև նրանք, ովքեր այս սցենարները գրում են, հաշվի չեն առնում, որ հայ ժողովուրդը ունի այս մարդկանց հետ առնչվելու փորձառություն եւ որևէ սցենարի դեպքում նաև ակնհայտորեն ընտրական գործընթացում պարտությունից հետո իրենք այս տարիների ընթացքում փողոցային պայքար չեն կարողացել գեներացնել։ Սրանք մարդիկ են, որ նաև ունակ չեն փողոցային պայքար գեներացնել։ Ռոբերտ Քոչարյանը, ով խորհրդան մտավ մոտավորապես, եթե չեմ սխալվում, 200,000 ձայնով, սրբազան պայքարի ժամանակ նույնիսկ այլ դեմքով Բագրատ Գալստանյանի դեմքով չի կարողացել փողոց գեներացնել։ Այնտեղ մասնակից է եղել իր ընդրազանգվածի կեսը 30,000 դա պիկն է եղել, ընդ որում մինչև պահը, եւ որ դե կհիշեք, որ ոսկե պարով գնում էին դեպի Արցախ, մինչև պահը, եւ որ հայտարարեցին, որ պահանջում են վարչապետի հրաժարականը։ Այդ պահից սկսեց նվազել գործընթացը, նվազել մարդկանց քանակը գործընթացում ներգրաված։ Այս մարդիկ դրան էլ ունակ չեն, ուր մնաց ուրեմն կարողանան այս շրջանում, երբ որ քաղաքացիները վայելում են խաղաղությունը, վայելում են առողջապահության ապահովագրությունը, նոր կառուցված դպրոցները, մանկապարտեզները, կարողանան փողոց գեներացնել, վստահաբար չեն կարողանալու, բայց քանի որ խոսում են, ինչպես հասկացա ձայնագրությունում, այսպես նպատակային մարդկանց ներգրավմամբ, այսպես կարելի ասել կիլերների թիմով, իհարկե իրավապահ պետք է մաքսիմալ զգոն լինի, սա թույլ չտալու համար։ Այսօր կարծեք թե իրադարձությունները այսպես բում է, անընդհատ նոր հետաքրքիր տեղեկություններ ենք ստանում, ԱԳՆ-ն առավոտյան հայտնեց, որ մայիսի 26-ին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախատեսված է Արարատ Միրզոյանի հետ հանդիպում եւ նշված է, որ ծրագրվում է երկկողմ փաստաթղթերի ստորագրում։ Ուշագրավ է, որ երեք Գյումրիում վարչապետը խոսել է Ախալքալակ-Կարս երկաթուղու հետ բացման լուրի մասին, հայտնելուց հետո ասել է, որ առաջիկայում նախատեսվում է թրիփ համաձայնագրի ստորագրումը եւ կիրականացվի այդ ծրագիրը։ Սա այս տիրույթում պետք է դիտարկել։ Այս պահին ես ավելին քան այս երկու հայտարարությունը համադրել իհարկե չեմ կարող, բայց ուզում եմ մեր քաղաքացիներին հիշեցնել, որ շատ ակտիվ փուլում է թրիփ նախագծի առհասարակ մշակումը։ Դուք գիտեք, որ ենթակառուցվածքների ապաշրջափակումին բան է, որ խոստացել ենք մեր քաղաքացիներին եւ փուլ առ փուլ մոտենում ենք դրան, շատ կարեւոր իրադարձություններ 3, այո, ուրեմն երկաթգծի կիրառելությունը Հայաստանի համար, Թուրքիայի կողմից հայտարարությունները եւ ընդհանուր առմամբ Հայաստանը իր նորածին խաղաղության մասին հոգ տանելով կարողանում է անել ավելին, այսինքն խաղաղությունը ինստիտուցիոնալիզացնել եւ սա շատ կարեւոր գործընթաց է մեզ համար եւ ես կարեւորում եմ շատ Միացյալ Նահանգների ներգրավվածությունը այս ապաշրջափակման օրակարգում, ուզում եմ հիշեցնել, որ առաջին անգամ էր թերևս որ Հայաստանն էր ժամանել փոխնախագահ Վենսը, սա կարեւոր իրադարձություն էր առհասարակ տարածաշրջանի համար եւ այս ինտենսիվությունը հայ-ամերիկյան հարաբերությունների վկայությունը առայն, որ Հայաստանի կողմից վարվող բալանսավորման եւ բալանսավորած քաղաքականությունը ի հեճուկս բոլոր գույժերի իրեն արդարացնում է։
Խոսենք նաև Սամվել Կարապետյանի հայտարարությունների մասին, այսօր հավաքել էր իր թիմին եւ մի հայտարարություն արել, մինչ այդ իհարկե ինքը եւ ամբողջ թիմը ճամարտակում էին, թե հեսա միջակայական հայտարարություն են կանելու եւ հայտարարությունը հետեւյալն է. Ուժեղ Հայաստան դաշինքը կառավարություն կազմելու դեպքում հենց առաջին նիստին ընդունելու է Սաֆարովի կանխարգելման օրինագիծ կամ ատելության կանխարգելման օրենսդրական փաթեթ։ Այս փաթեթով առաջարկելու են, որ Հայաստանում Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող ոչ մի ֆիզիկական կամ իրավաբանական անձ չկարողանա ձեռք բերել որևէ անշարժ գույք։ Խնդրեմ մեկնաբանել։ Իհարկե, ես լուրջ չեմ կարողանում մեկնաբանել այս հայտարարությունը, պետք է ամբողջությամբ քաղաքացիների հետ անկեղծ լինել եւ լուրջ չեմ կարողանում ընդունել առհասարակ այս կրկեսը, բառացի ֆիզիկական կրկեսի մասին չեմ ասում, որը Սամվել Կարապետյանը գողացել էր մեզանից, գողացել եւ մեր մանկությունից էր գողացել կրկեսը, այլ այն կրկեսը, որ հիմա փորձում է քաղաքական գործունեության շղարշի ներքո անել, փաստորեն հայրենիքը փրկող այս քաղաքական լիդերը այսպես մանր մունր դետալային գործերով պետք է զբաղվի։ Սա իհարկե այնքան անլուրջ է, որքան որ Սամվել Կարապետյանի այլ հայտարարությունները, օրինակ 300,000 ադրբեջանցիների վերադարձի, դպրոցների փակման մասին, ուրեմն սուվերեն տարածքի զիջման մասին, պարզապես Սամվել Կարապետյանը չկարողանում օրակարգ գեներացնել Հայաստանի Հանրապետությունում եւ այսպես հայտարարություններ է անում, որոնք ցավոք ծրտի պետք է ասեմ, որ չեն սպասարկում բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական շահը, ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանը այս հայտարարություններով, որոնք ի դեպ նաեւ Ադրբեջանից անգամ չեն հնչում, փորձում է սպասարկել ամբողջությամբ այլ պետության շահ, որը չի ուզում լքել Հարավային Կովկասը, ուզում է լինել Հարավային Կովկասում, եւ ես չեմ բացառում, որ նաեւ ուզում է մեր հայ զինվորներին տանել եւ ներգրավել այլ պատերազմի մեջ։ Այս օրակարգն է Սամվել Կարապետյանը սպասարկում, ես չեմ բացառում, որ Սամվել Կարապետյանը սպասարկելով այլ պետության շահը մի օր նաեւ օրինակ ինոգենտի մասին օրենք կառաջարկի Հայաստանի Հանրապետությունում, որտեղ որ օրինակ որի արդյունքում օրինակ կփակվեն մեծ IT կազմակերպությունները Հայաստանում եւ դրա համար ուզում եմ մեր երիտասարդներին հիշեցնել, որ Սամվել Կարապետյանը, ով կուտակել է իր ողջ կապիտալը եւ պահել է ողջ կապիտալը Ռուսաստանում, չի կարող գործել անկախ եւ մշտապես սպասարկելու այն երկրի շահերը, որտեղ որ գերի են դրված, այսպես ասած, իր բոլոր արխիվներն ու կապիտալները։ Երեկվա հայտարարություններին անդրադառնանք, նա ասել է, որ ես օգնել եմ, որ կանգնի պատերազմը, ինչպես նաև ասել է, որ ես իմ կապերով Ալիևի համար խնդիրներ եմ ստեղծելու։ Եվ ուզում ենք հասկանալ, եթե խնդիրները կարող է ստեղծել 44 օրյայի ժամանակ, օրինակ ինչի չստեղծած։ Եվ բացի դրանից 44 օրյա պատերազմի ժամանակ ուզում հիշեցնել մեր քաղաքացիներին, որ կողմերին կոչ էր անում, առհասարակ հանդես չէր գալիս որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ու սա էլ այցուց դնում է, որ Սամվել Կարապետյանը իրեն իդենտիֆիկացնում է ամբողջությամբ Ռուսաստանի հետ եւ հետեւաբար չի կարող որևէ ձև սպասարկել Հայաստանի շահերը, իսկ ուզում հիշեցնել, որ պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմը կիրառել է զենքեր, որոնք գրեթե մեծ մասը ձեռք է բերվել Ռուսաստանից եւ այդ դեպքում ինչպես է Սամվել Կարապետյանը, ով հանդիսանում է նաեւ Ռուսաստանի քաղաքացի, իսկ մենք գիտենք Ռուսաստանի Ադրբեջանի հարաբերությունները, փորձել է որևէ ձև ուրեմն ազդեցություն ունենալ Ադրբեջանի վրա, որը որ օրինակ գիտենք, որ տարբեր տնտեսական կապերով նաեւ կապված է Ռուսաստանի հետ։ Այս ուղղակի գիտություն այն մարդուն, ով ամենտեղ, ամենձև պաշտպանում է Ռուսաստանի շահերը։ Քոչյանի հայտարարություններին անդրադառնանք, մարդ իր կառավարման տարիները ժողովուրդը բնութագրում է արյունոտ տասնամյակ, իրեն իրավունք է վերապահել եւ Նիկոլ Փաշինյանին մեղադրում է սերիական մարդասպան լինելու մեջ։ Դուք անցել եք կարելի ասել մարտի 1-ով, գոնե դա հաստատ կհիշեք, եւ առհասարակ բոլոր այն պատմությունները, ինչ եղել են իր կառավարման տարիներին։ Սա թույլատրելի է։ Ես մարտի 1-ը շատ աղոտ եմ բնականաբար հիշում, որովհետեւ այդ ժամանակ դեռ դպրոցականներին նույնիսկ ավագ դպրոցի աշակերտ չէի, բայց իմ դպրոցը հենց քաղաքի կենտրոնում է գտնվում, Չեխովի դպրոցն եմ ես ավարտել, եւ ես շատ լավ հիշում եմ այդ օրերի մթնոլորտը եւ դրան հետեւած, այսինքն սա իմ պատանեկական առաջին հիշողությունն է եւ բնական է, որ Ռոբերտ Քոչյանը ինձ հետ բացառապես ասոցացվում է հենց այս արյան հետ, որովհետեւ ես շատ լավ հիշում եմ, որ մեր ուսուցչուհին կենտրոնական փողոցներով անցնելով եւ որ ոտքով եկել էր դպրոց, ինչ տեսարաններ էր նկարագրում, մարդկանց փախուստ, վախ, արյուն եւ այլն։ Եվ գիտեք, Ռոբերտ Քոչյանի օրոք մենք ունենք մարդիկ այս տարի, որ քվեարկելու են, ովքեր 2008 թվականին են ծնվել եւ բնականաբար կարող չհիշեն Ռոբերտ Քոչյանի կառավարման տարիները, առհասարակ ծնված լինելով դեռ 2008 թվականին, բայց
Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին լավ ծանոթանալու համար ես առաջարկում եմ իրենց դիտել Ազատությունը մի հատ քրոնիկոն ունի լավ, նորագույն պատմության, որտեղ որ լավ նկարագրվում են քաղաքական սպանությունները, հոկտեմբերի 27-ի վերաբերյալ շատ երկար նյութեր կան եւ ես առհասարակ մեր 18 տարեկան հայրենակիցներին առաջարկում եմ շատ գիտակցված գնալ ընտրության, որովհետեւ իրանք մի շռայլություն ունեն դա քվեարկել եւ վստահ լինել որ քվեն տեղ կհասնի, որը ես չեմ ունեցել։ Ես իմ ողջ գիտակից կյանքը պայքարել եմ նրա համար, որ հասնեմ արդար ընտրություններ լինեն եւ որ սպառել եմ սահմանադրականին բոլոր հնարավորությունները, անցել եմ փողոցային պայքարի եւ գիտակցաբար մոտենան իրենց քվեարկության, որտեղ կարող է սա լինի իրենց վերջին քվեարկության հնարավորությունը, որտեղ եթե իշխանության գան այս մարտիկ, ապա երբեք այլևս Հայաստանում քաղաքացին իր քվեով իշխանություն չի կարողանալու ձևավորել։ Ես լուրջ արձագանք այս մեղադրանքին չունեմ տալու եւ չեմ տալու, որովհետեւ Փառք Աստծո մենք ապրում ենք ժողովրդավար երկրում, որտեղ բոլորը տեսնում են ինչ է տեղի ունենում։ Եվ ես այսպես ապաքաղաքական մարդկանց ցույց եմ տալիս, ովքեր իրենց գործով են ապրում, բնական է որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր հետաքրքրված չեն քաղաքականությամբ, եւ ցույց եմ տալի լուսանկարներ, օրինակ մեր կառուցված 300 դպրոցների, շատ հաճախ զարմանք է լինում, որ ոնց Հայաստանում կարիք կա 300 դպրոցի կամ ինչու է այսպես կամ ընդհանրապես չգիտեմ որ այս ծավալի դպրոցաշինության գործընթացը եւ այս մի բանի արդյունք է որ ինձանից եւ ձեզանից գողացել են դպրոցներ, մանկություն, որակյալ կրթություն եւ այդ ամեն ինչը գրպանվել մի քանի մարդու կողմից եւ Ռոբերտ Քոչարյանի բացի նրանից որ սպանել է 10 քաղաքացու, բացի նրանից որ իր օրոք եղել են քաղաքական սպանություններ, հոկտեմբերի 27-ը Ռոբերտ Քոչարյանը նաեւ խլել է մեզանից մեր երջանիկ մանկությունը, երջանիկ պատանեկությունը, մեզանից խլել է առհասարակ արժանապատվությունը որովհետև մենք տարիներ շարունակ գնացել ենք քվեարկել եւ իմացել ենք որ այս քվեն տեղ չի հասնելու ջարդում շրում էին լրագրողներին իրենց տեսախցիկներով եթե փորձում էինք ինչ որ խնդրի մասին բարձրաձայնել դա լուսաբանել Ռոբերտ Քոչարյանը մարդ է ով Լեռնային Ղարաբաղը դուրս է թողել ամբողջությամբ բանակցություններից նա մարդ է ով Հայաստանի սուվերեն տարածքը առաջարկել է Ադրբեջանին, Մեղրին եւ ինքը դա չէլ մերժում, ինքը դա չէլ հերքում, նրանք ներկայացնում են սա որպես դիվանագիտական տրուկ։ Եվ մարդով սիրում է ասել, որ իր օրոք պատերազմ չի եղել, բա բնական է, ինչ պիտի լինի, եթե դու արդեն Հայաստանի սուվերեն տարածքն ես առաջարկում Ադրբեջանին։ Այս մարդուն ես դադարել եմ բնականաբար լուրջ վերաբերվել, խորհրդարան բնականաբար չի գալու, չի ունենալու քաջություն եթե ինչ որ մի քանակությամբ ձայները ստանան գա եւ քաղաքացիների մանդատը ներկայացնի, այս մարդը պետքա զրո քաղաքական առհասարակ քվե ունենա այն ամենի համար, ինչ արել է հայ ժողովրդի գլխին։ Այս այն արձագանքը։ Հետաքրքիր է որ նա խոսում է որ իշխանությունն է ատելություն տարածում եւ այլն, հենց բառացի այսպեսի մի բան էլ է հայտարարել, որով քվեարկում է Փաշինյանի համար, նա քվեարկում է Ալիևի համար, կարող ենք ասել Փաշաևի համար նույնն է տարբերություն չկա, հետո ինչ որ սապիրների թիմ է հավաքում, վախեցնում է թե այս իշխանությունները ադրբեջանական ռումբ են, որը կարող է պայթել, իրենք էլ կականազերծեն։ Դե բնականաբար այս տխմար մանիպուլյացիան չի աշխատում, այնպես ինչպես իրենք փողոց չեն գեներացնել, երբ որ ասում են որ Իրանցի եկեղեցին հանձնվում է, որ ոսկի պարով գնում են Արցախ, այնպես էլ չի կարող այս հայտարարությունը իհարկե որևէ լուրջ քաղաքական կշիռ տալ իրեն, մեր քաղաքացիները ես վստահ եմ, որ ախր այն մարդիկ ում հետ մենք շփվում ենք, քարոզարշավի ընթացքում, քարոզարշավից դուրս գնում ենք իրենց տներ զրուցում ենք, այս մարդիկ այս հայտարարությունը լուրջ չեն ընկալում, այսինքն իրենք 5 տարի եկել են խորհրդանում, ասեն թուրք, դավաճան, ադրբեջանցի թուրքը եւ սա որևէ ազդեցություն չի ունեցել, որտեղ մարդիկ տեսնում են, չէ՞ որ իրենցից չեն գողանում, Հայաստան խաղաղ է, հարևանների հետ, մեր սուվերեն տարածքից որևէ բան չի զիջվել։ Ասենք հիշում եք այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի առաջին խոսնակ Աննա Գրիգորյանն էր խորհրդարանում։ Աննա Գրիգորյանն էր, որ հանրայինի եթերում հարցում էր ինչ կլինի, եթե 300,000 ադրբեջանցի գա, այսպես սադրելով իշխանական падգամավորի, ովքեր ամբողջ թիմով առանց առանձնացնելու օր ու գիշեր փորձում էին ներկայացնել, որ հեսա Հայաստանը մեր ինքնությունը, չգիտեմ, բայց
այս որևէ արձական քաղաքացու չի ստանում, որովհետև սա արհեստական օրակարգ է։ Մեր ինքնությանը որևէ բան չի եղել։ Գալիս են հարթակներից ասում են, մենք պետք է պաշտպանենք հայ ինքնությունը, բայց կներեք, հայ ինքնությանը ինչ է եղել։ Իմ ինքնությունը, իմ հայ ինքնությունը, իմ դստրերի ինքնությունը, մեր հայ առաքելական եկեղեցով օրհնված իմ դստրերը, իրենց ինքնությանը բան չի եղել։ Եվ ի վերջո, հայ ինքնությունը նաև հայոց լեզուն է, որին իր աղեկավարը բացարձակ չի տիրապետում։ Սա էլ է, չէ՞, մեր ինքնությունը ոնց է ձևավորվում։ Լեզվով, կրոնով, ակնհայտորեն մարդով չի խաչակնքվում եկեղեցում, ով իբր հիմա հայտնվել է, որ գիտի հայրմերը էնել 3 լեզվով։ Սա քահանայի թոռը եղել չենք։ Քահանայի թոռը եղել։ Այս սիրում է հումորով ասել, որ ալբանացի է։ Այս մարդիկ ինչ որ արհեստացին օրակարգեր են գցում դաշտ արտադրության համար կներեք, ով փորձում դրանով ինչ որ իրենք այդ մեղադրանքը ուրեմն մեզ առաջադրում են, իրենք այդ մեղադրանքը պաշտպանում են, հայերին փրկում են, ժողովուրդը հայ քաղաքացին ընդհանրապես փրկության կարիք չունի եւ սա ապացուցվեց այն փողոցային պայքարներով, որոնք իրենք տապալեցին ամբողջությամբ 5 տարի խորհրդանական գործունեություն տապալեցին, դրա համար իրենց 200,000 ձայնը վերածվել է 30-40 հազարի։ Համ խորհրդանն են տապալել, համ փողոցն են տապալել եւ հիմա շատ լուրջ դեմքով հայտարարություններ, ես դրան լուրջ վերաբերվել չեմ կարող։ Իդեպ ձեզ դավաճանության եւ ամենատարբեր մեղքերում մեղադրող Ծառուկյանի երկրորդ համարը Անդրանիկ Թևանյանն էլ մեղադրվում է պետական դավաճանության մեջ, թե իրենք նույն թիմն են, ըստ էության մի օր էստի մեջ են նորեն։ Չէ, Անդրանիկ Թևանյանը այո Ռոբերտ Քոչյանի ցուցակով պատգամավոր էր եւ ըստ էության այն հանցակազմը, որ նկարագրված է, այստեղ ունեցել Ռոբերտ Քոչյանի ֆրակցիայի պատգամավոր լինելու օրերին։ Եվ հետաքրքիր է որ ձեզ էին մեղադրում, բայց այս մեղադրանքը այնել այսքան ծանր առաջադրված է։ Ամենազվարճալիներն է, որ նախորդ գումարում Բարգավաճ Հայաստան խմբակցությունը ծանրացրեց պատասխանատվությունը պետական դավաճանության համար։ Հետաքրքիր է։ Եվ ամփոփենք քարոզարշավին դուք եւս մասնակցում եք, տպավորությունները ինչպիսին են։ Դե շատ դրական են իմ տպավորությունները, ես Սյունիքից, Վայոց-Ձորից վարչապետին ուղեկցում եմ, իհարկե կան ուղղություններ, օրինակ այսօր ես ցավոք սրտի իհարկե Շիրակի մարզում չեմ պայմանավորված Երևանյան քարոզարշավով, որը նաև առանձին ենք անում, բայց իմ տպավորությունը շատ դրական է, հատկապես իմ համար շատ կարևոր ցուցանիշը հետևյալն է. իրական Հայաստանի քարտեզը ոնց ինչքան պահանջված է մեր քաղաքացիների կողմից ամենաշատը։ Իդե փողոցում կտեսնենք, ասեն, կգրեն Facebook-ով, որտեղից կարող ենք վերցնել։ Սա ցուցանիշ է առայն, որ քաղաքացիները ընկալել եւ սատարում են իրական Հայաստան կոնցեպտը, իսկ ինձ համար սա մեծագույն ձեռքբերում է անխոս։ Եվ նաեւ շատ է շահարկվում ընդդիմության կողմից, թե Երևանը քիչ է աջակցում Նիկոլ Փաշինյանին այդ համեմատության մեջ, որտեղ գրեթե բոլոր տեղերում եղել եք ձեր տպավորությունը։ Չէ, ես բացարձակ նման զգացում չունեմ, ես վարչապետին ուղեկցել եմ Երևանում նույնպես, Շենգավիթ վարչական շրջան, որտեղ այսօր նաև լինելու եմ եւ ես նման տպավորություն բացարձակ չունեմ։ Շատ դրական քարոզարշավ է, շատ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Սոնա Ղազարյանի հետ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար